Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ ապագա համաձայնագրի շրջանակում Միացյալ Նահանգները լիակատար և մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային։ Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնալուց հետո Թրամփն ասել է, որ բանակցություններ են ընթանում նոր համաձայնագրի շուրջ, որը շատ ավելի առատաձեռն կլինի Միացյալ Նահանգների հանդեպ։ Շրջանցելով ինքնիշխանության վերաբերյալ հարցերը, նա նշել է. «Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ ուզում ենք»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հերթին նշել է, որ դաշնակիցները պետք է ուժեղացնեն իրենց հանձնառությունն Արկտիկայի անվտանգությունը Ռուսաստանից և Չինաստանից պաշտպանելու հարցում։ Դավոսում Իլոն Մասկը բառախաղով ծաղրել է Թրամփի նորաստեղծ խաղաղության խորհուրդը։ Լսեցի խաղաղության խորհրդի կազմավորման մասին և մտածեցի. երևի նկատի ունեն PIEC, օգտագործում է peace կտոր բառը, անգլերեն peace խաղաղություն բառի փոխարեն։ Մի փոքրիկ կտոր Գրենլանդիայից, մի փոքրիկ կտոր Վենեսուելայից, ասել է Մասկը ծիծաղ առաջացնելով դահլիճում։ You know, a little piece of Greenland, a little piece of Venezuela. we got one. All we want is peace. Okay, I'm going to... Իդեպ, Թրամփն ապրիլին կայցելի Չինաստան, իսկ Սի Ցինփինը տարեվերջին կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Տեղեկությունը հայտնել է Միացյալ Նահանգների նախագահը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայիդ Ալ Նահյանը հանդիպել է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի հարվածելու մասին։ Սպունգ քաղաքներ Չինաստանում վերականգնել են անձրևաջրերը հավաքելու հին սովորույթը, շենքերն էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելու համար։ Շենքերում ներդրվում են հատուկ համակարգեր, որոնք հավաքում են անձրևաջուրը խողովակների և պահեստային բաքերի միջոցով։ Այնուհետև հավաքված ջուրը զտվում և վերաօգտագործվում է ոռոգման, մաքրման և այլ ոչ խմելու նպատակներով։ Սպունգային քաղաքներն օգտագործում են կանաչ տարածքները, այգիները, ինչպես նաև ավանդական ջրահեռացման համակարգերը ջրհեղեղների ռիսկը մեղմելու համար։ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացմանը զուգահեռ ռոբոտների շքերթ է անցկացվել քաղաքի փողոցներում։ Հազվագյուտ եղանակային երևույթ Բալթիկ ծովի ափին։ Անսովոր եղանակային պայմանները հանգեցրել են տորոսների, քամու և ծովի մակընթացությունների ազդեցությամբ ափ մղված սառցե բլրաշարերի ձևավորմանը։ Սամարայում փիղը կոտրել է կրկեսի ապակին և փողոց վազել։ Չնայած -21 աստիճան ցրտին, կենդանին ցանկացել է զբոսնել, բայց ի վերջո սառել է ու հանձնվել, տեղեկացրել են կրկեսից։